Վերադարձանք արդեն գավաթ ենք ստացել բարեկամներ 30 րոպե անց եթերից երեկվանից անընդհատ շատ բուռն պայքարների մեջ եմ ձեռնամարտի եմ շուտով անցնելու եւ դրա համար արդեն գավաթ եմ օրինակ այսօր քեզ մեր հյուրերը մի քանի խորհուրդներ էլի կտան ինչպես ձեռնամարտի ընթացքում հաղթել հակառակորդին եւ մենք պրակտիկ դասընթացեր կփորձենք այսօր ունենալ բայց նախ եւ առաջ իրոք եթե լուրջ ներկայացնենք մեր այսօրվա հյուրերին Սենդո Ռյու կարատե դո հայկական ազգային ֆեդերացիայի նախագահ Արտուր Շահբազյանը եւ մեր հայ քաջերը, այսպես ասեմ, տղերքը, հերոսները, ովքեր որ նվաճել են այս գավաթը, մեդալները, հիմա անվանական կներկայացնի իհարկե ղեկավարը։ Բարև ձեզ, բարի լույս։ Այսինքն գավաթն է։ Բավականին մեծ է, գեղեցիկ, վստահ ենք, որ խորհրդանշում է այն հաղթանակ, ում եք հաղթել, երբ, որտեղ, ինչու։ Ուրեմն մասնակցել ենք Ուկրաինայի Սումի քաղաքում կայացած Կուբոտայի 4-րդ Եվրոպայի գավաթի խաղարկությանը կարատեի ասոցիացիայի վարկածով վերադարձել ենք ընդհանուր թիմային պայքարում գրավելով 2-րդ տեղ, զիջելով միայն տանտերերին Ուկրաինային։ Դե դա ուղղակի շնորհքի համար արեցիք, չէ՞։ Դե երևի մրցավարների շնորհքներն եք կարետեղ, որ մասնակցել ենք 13 մարզիկով եւ վերադարձել ենք 7 մեդալով 2 առաջի տեղ, 2 երկրորդ եւ 3 երրորդ։ Մենք ողջունենք Ուկրաինայի մեզ հիմա դիտող մեր հեռուստադիտողներին, ովքեր հիմա միգուցե նրանց շարքում կլինի մեկ, ով այդ մրցումներին ներկա եղել է եւ քաջալերել է մեր հայ սպորտսմեններին։ Ներկայացրեք տղաներին եւ նրանցից ով ինչ մրցանակի արժանացել։ Ուրեմն 13 մարզիկներից այսօր ներկա են մեր 3 մարզիկները հարգելի պատճառն է, որտեղ չենք տեղավորվի այստեղ 13-ով։ Առաջինը Գարիկը Շահբազյան գրավել է 2-րդ տեղ։ Դες հետ ինչ որ կապ ունի Շահբազյանը։ Իմ մեծ տղան է։ Ահա։ Ում հետ է մենամարտել Գարիկը, որ ազգի ներկայացուցիչ չի։ Մասնակցում էին ընդհանուր առմամբ մոտ 12 երկիր ու կրիզիսի պատճառով մեծ կային թիմեր, որ չէին կարողացել մասնակցելու այս ստուգատեսին։ Մենամարտել է եւ ուկրաինացու հետ, եւ ռուսի հետ, եւ բելարուսի հետ, եւ սերբի հետ։ Առաջի տեղ նշեցիք։ Երկրորդ տեղ։ Եզրափակիչում իհարկե երբ որ մասնագետներն էլ տեսնեն այդ մենամարտը, կտեսնեն, որ ինքը իրոք չի պարտվել։ Պարզապես Ուկրաինայի պատվիրակի հետ էր եզրափակիչը եւ կողմնակալությունը այս անգամ ավելի մեծ տոկոս էր կազմում, քան թե ասենք 2008 թվականին, որ մասնակցում ենք 3-րդ առաջնությանը։ Դե ոչինչ։ Գալիս ենք դեպի Էլի հաղթանակ եւ հորիզոնական։ Գարուշը Սարիբեկյան, գործող մարզիկ, նաեւ մարզիչ։ Մասնակցել է կատա մրցաձևից եւ գրավել 3-րդ տեղը։ Կատա մրցաձևից մենք առաջի անգամ ենք ճիշտ ասած նախապատրաստվել, ոչ մի անգամ չենք մասնակցել։ Գրավել է 3-րդ տեղը եւ հանդես ենք եկել նաեւ թիմային կատա մրցաձևում։ Այնտեղ էլ գրավել ենք 8 մասնակցող պետությունների մեջ 4-րդ տեղը պատվավոր։ Մենք եզրափակիչում ենք զիջել։ Մասնակցում էր Գարուշը, թիմային կատայում Գարիկը եւ մեր Հայկը Վարուսյան, որ այսօր բարձր ներկա չի։ Նրան ջեր բարևներ բոլոր տղերքին, ովքեր ձեզ հետ գնացել են այս հաղթանակի հետևից։ Եվ ներկա է Արտակը, որը հաղթելով իր բոլոր մենամարտերը գրավել է առաջին տեղ։ Ոսկի մեդալ Արտակ։ Շնորհավորում ենք։ Իհարկե բոլոր հաղթանակները շատ կարևոր են։ Երկրորդից առաջին տեղ այնտեղ ներկայացնել մեր երկիրը։ Ուզում կատայի մասին մարզիչ Գարուշ սպորտսմենը խոսի, խնդրեմ, ինչ է կատան, այդ որ կատա դա ուրեմն պատկերացումով մարդ մի քանի հակառակորդների դեմ, դա է նշանակում ընդհանուր ցուցադրում է տեխնիկաները, հարվածները, որը միացնելով մի քանի հակառակորդների դեմ, բայց նրանք երևակայական գեղեցիկ պրոցեսն է ցուցադրում։ Մի քանի հարվածներ, մի քանի դիրքեր միացնելով իրար, դա ստացվում է կատա։
Սա ամենաանվտանգ թերևս տարբերակն է մրցության, որ հարվածներ չկան, հանգիստ։ Սա զարգացնում է հիմնականում միտքը եւ երևակայական ու ամեն մի շարժում ստեղ ունի իր բացատրությունը։ Եթե այդ շարժումը, ասենք, տվյալ ոճի հիմնադիրը չկարողանա բացատրել եւ ապացուցել, դա պարզապես չի ընդունվում։ Պարզ է։ Ես ուզում եմ ձեզ եւ ձեր որդուն հարց տալ, մի փոքր առանձնացնելով եւ ուշադրությունը սևեռելով նաեւ ընտանեկան կապին, հա, ասենք, եթե մյուս մարզիչի կամ ղեկավարի կապը բոլոր երեխաների հետ, տղաների հետ այնքան է սերտանում, որ մի ընտանիքի պես է, հա, դառնում են որպես տղաներ ձեզ, բայց այս դեպքում ռեալ ձեր զավակն է պայքարում եւ շատ դժվար է շատ հաճախ առանձնացնել այդ մոտեցումները, որ նույնը լինեն։ Ասենք գնում եք տուն, ձեր տղան երկրորդ տեղն էր, կամ ինչ որ մի ուրիշ անգամ ինչ որ մի սխալ է թույլ տվել, նույն տարբերակով եք նրան մոտենում, ինչպես եւ մյուսներին, թե ամեն դեպքում մի քիչ ուրիշ են պահանջները։ Ասեմ, որ մենք տանը այդ հարցերով չենք զբաղվում եւ ինչ կատարում է մեր մոտ դահլիճում է կատարվում ու նայում ենք ոնց որ բոլորին կապ չունի դեռ քո տղանա թե քո տղան չի, սովորում են այն, ինչ որ սովորում են բոլորը։ Պարզապես դեռ արդեն մարզիկները առանձնանում են նրանով, որ մեկը շատ աշխատասեր է, այդ տվյալ վարժության վրա շատ աշխատում, որ ստացվի, մյուսը կարող է մի քիչ, ասենք, գլուխ պահի եւ այլ եւ այլ։ Կապ չունի, բոլորը մեկ են մեր համար, դահլիճում տղա կամ պարզապես Որդու չէ, պարզապես չէ, այդտենց բան չկա։ Զանգ ունենք, հեռուստադիտողները միանում են մեզ, վստահ եմ, որ անպայման բոլորն էլ ցանկություն կունենան շնորհավորելու ձեզ։ Բարի լույս։ Ողջույն։ Բարև ձեզ։ Բարև, ներկայացեք խնդրեմ։ Ես Շահբազյան Արտուրիսյան, Պապիկյան Գևորգի հայրն եմ։ Պապիկյան Գևորգի հայրն է, Պապիկյան Գևորգ։ Շահբազյան Արտուրից, որ մեր երեխաներին այսօր ճիշտ ուղով տանում Արցախ աշխարհը ճանաչում են, դառնում են մարդ, տղամարդ, ապրինքը, որ կարողանում է մեր երեխաներին սարքի կարգին տղամարդ, մեր հայ ազգին պիտանի, շնորհակալություն։ Մնացածը Տայրան Աստված առողջություն, ամենալավ բաները։ Մենք էլ միանում ենք։ Աստված որ միշտ իրանք դառնան աշխարհի չեմպիոններ ու մնացած ամեն ինչը իրանց հետ լավ լինի։ Շնորհակալություն։ Ուրախանում եմ, երջանիկ եմ, շատ ուրախ եմ, որ ունենք այսպեսի մարզիչ, որ կարողանում է մեր երեխաներին հանի աշխարհ, Եվրոպա, միայն մնում է մի քիչ իրան առողջություն, որ կարողանա մեր երեխաներին լավ առաջ տանի։ Շնորհակալություն։ Շնորհակալություն զանգի համար։ Պաստորեն ձեր սան ասեմ ձեզ, որ Պապիկյան Գևորգի ինձ համար անակնկալ էր մեր Պապիկյան Գևորգի նու ասեմ մեր Միրանի զանգը, որովհետև նախ Պապիկյան Գևորգն էլ է մեր հետ մեկնել տվյալ ստուգատեսին, արդեն մի քիչ արդեն փորձ ուներ, որտեղ 2008 թվականին ԱՊՀ գավաթի խաղարկությունում Գևորգը գրավել էր երկրորդ տեղ, արդեն մի քիչ համեմատաբար մյուսների հետ փորձառու էր, փոքրամարմին այդ տղան ստեղ նորից հաղթեց իր բոլոր մենամարտերը, մոտ 6 մենամարտ հաղթելուց հետո ինքն էլ է դարձել Եվրոպայի չեմպիոն։ Ես էլ կուզեի օգտվելով առիթից նրան նորից շնորհավորել ու ցանկանալ, որ չբավարարվի ձեռք բերածով ու շարունակի։ Եթե առիթ կլինի, ես բոլոր երեխեքին էլ կներկայացնեմ, ով ինչ է արել, որտեղ բոլորը մեկը մեկից լավն են եղել։ Ինձ այսպեսի հարց է հետաքրքրում, երբ զենքերը շատ մտան գործատության մեջ, այսինքն թե այս դարաշրջանում արդեն զենքերը գործածվում են շատ պատերազմական ինչ-որ վիճակներում, մի խոսքով ցանկացած մարտական տարբերակով, առավելևս հիմա զենքը ունենալը այդպիսի յուրահատուկ մի բան չէ, ու թվում է թե մարտարվեստները պիտի նահանջեն, հա, որքան էլ դու պատրաստ լինես, ինչքան ուզում ես պարապած եղիր, եթե զենքի դեմ ոչինչ անել չես կարող։ Ինչն է պահում այս մարտարվեստը նույնիսկ այս դեպքերում, երբ դու գիտես պարապես, չպարապես ավելի հեշտ է
գրպանումդ ունենալ զենք, քան թե լավ ուժեղ լինել։ Սա վատ իմաստով եմ ասում, որովհետև ես ինքս տանջելու փոխարեն տղերք ջան։ Կամ պարապում եք, Չէ, ինձ հետաքրքիր այդ ֆենոմենը, որ ծախսեք զվարճանքների վրա ժամանակը եւս գնեք զենք, աճե կատակը։ Ես այդպեսի բաներ ասել։ Ինձ հետաքրքիր է շատ, այսօր ընդհակառակ ավելի ընդլայնվում է, շատ են հայ մարզիկները, շատ, իսկապես միշտ հաղթանակներ են ունենում տարբեր ֆեդերացիաներ, կարատե, այկիդո, մի խոսքով ցանկացած արևելյան այդ մարտարվեստ մեծ տարածում է ունենում եւ միևնույն է չնայած այդ հանգամանքին բոլորը պարապում են։ Ինչն է պահում, ինչ գաղտնիք կա, ինչ միստիկա կա այստեղ։ Նախ կարատեն այն մարզիկը, որը զբաղվում է կարատեով, անպայման կոփում է նաև իր հոգին եւ հոգով կոփված մարդը անպայման զենք չի պահի։ Իհարկե, ոնց որ մեր Ժակն ասեց, զենքի դեմ խաղ չկա, դեպքեր են լինում, որ խաղ կա եւ արագ ռեակցիայի դեպքում իհարկե եւ արագ ռեակցիան եւ կան հատուկ արժություններ զենքից պաշտպանվելու, խլելու եւ այլ եւ այլ։ Երեխեքի մեծ մասը սովորում են դա, որ ասենք եւ կարող են փայտի դեմ պարապել եւ զենքի դեմ։ Մեծ մասամբ մարզական հետաքրքրություն։ Ես այսպես ասացի, թյուր կարծիք չստեղծվի, որովհետև իմ երկու որդիներն էլ գնում են կարատե։ Բայց ամեն դեպքում այդ հարցը հաճախ Այսօր ընդհակառակ ավելի ընդլայնվում է, շատ են հայ մարզիկները, շատ, իսկապես միշտ հաղթանակներ են ունենում տարբեր ֆեդերացիաներ, կարատե, այկիդո, մի խոսքով ցանկացած արևելյան այդ մարտարվեստ մեծ տարածում է ունենում եւ միևնույն է չնայած այդ հանգամանքին բոլորը պարապում են։ Ինչն է պահում, ինչ գաղտնիք կա, ինչ միստիկա կա այստեղ։ Նախ կարատեն այն մարզիկը, որը զբաղվում է կարատեով, անպայման կոփում է նաև իր հոգին եւ հոգով կոփված մարդը անպայման զենք չի պահի։ Իհարկե, ոնց որ մեր Ժակն ասեց, զենքի դեմ խաղ չկա, դեպքեր են լինում, որ խաղ կա եւ արագ ռեակցիայի դեպքում իհարկե եւ արագ ռեակցիան եւ կան հատուկ արժություններ զենքից պաշտպանվելու, խլելու եւ այլ եւ այլ։ Երեխեքի մեծ մասը սովորում են դա, որ ասենք եւ կարող են փայտի դեմ պարապել եւ զենքի դեմ։ Մեծ մասամբ մարզական հետաքրքրություն։ Ես այսպես ասացի, թյուր կարծիք չստեղծվի, որովհետև իմ երկու որդիներն էլ գնում են կարատե։ Բայց ամեն դեպքում այդ հարցը հաճախ մտածանջում է։ Միևնույն է, արդեն գիտատեխնիկական հնարավորությունները այնքան են, որ թվում էր, թե պիտի արևելյան մարտարվեստները որպես սպորտ եւ կյանքում ոչ միշտ ամեն դեպքում որքան էլ զենքը գոյություն ունի, ամեն մեկը զենք չի պահում իր հետ, որպեսզի ինքնապաշտպանության տարբերակը դա լինի։ Տոկոսային առումով շատ քիչ է այդպես ու ցանկալի է որ ընդհանրապես չլինի, հասարակությունը լինի առողջ եւ անհրաժեշտություն